վարկի հետ կապված նաև ես գրառում ունեմ, նաև դրա հետ կապված, եթե զրույց կա եւ եզրակացություն կա, բնականաբար պետաիրավական հանձնաժողովը կմտնի իր տիրույթ, քննարկեն, հարցերի պատասխանը կստանան եւ հետո արդեն ազգային ժողովում, եթե կարիք լինի, դրա մասին էլ կխոսվի, բայց իմ համար ոչ թե զարմանալին, ոչ թե դրական եզրակացություն, այլ նաև լրագրողների հետ կապված խնդիր կա, ոնց են հասկացել իմ ասածը, այդ ինչ են հասկացել իմ ասելուց հետո, որտեվ երբ որ ճեպազրույցը գնում էր, ոնց որ թե լրագրողների 99%-ը շարունակեց ճեպազրույցը։ Բայց դուք ինչու այդպես դիմեցիք, լրագրողը գալիս է պարոն Քոչարյան, ձեզ դեռ հարց չի տվել, դուք միանգամից դուք կարող եք դիմել Բագրատ հոգևորականին։ Չէ, բայց պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, հանձնաժողովի զեկույցը երբ է լինելու, ինչի ուշանում։ Դա չի ուշանում։ Դա ճիշտ ընթացակարգով պատրաստվում է եւ կներկայացվի լիագումար նիստերի դարիճ։ ձեզ հնարավոր է զրկեն նախագահի պաշտոնից պարոն Քոչարյան էթիկայի հանձնաժողովի։ Ձեզ հնարավոր է զրկեն լրագրողի պաշտոնից։ Դա Մեր հարցով էթիկայի հանձնաժողով չի ստեղծում, ձեր հետ։ Բայց ձեր հարցով էլ պետք է ստեղծվեն, եթե էթիկայի հանձնաժողովների մասին է, ինչքան պետք է падգամավորի բարեվարկության հետ կապված խնդիրները բարձրաձայնվեն, խոսվեն, որոշումներ կայացվեն նույն ձևի լրագրողական համույթի հետ կապված էլ պետք է այնուամենայնիվ Բայց ճիշտ խոսքեր եք ասել, պարոն Քոչարյան, ինչ եմ ասել։ Դուք ասեք շուրթերդ մաքրի ռիցմեին եւ Նաեւ ես իմ գրառման մեջ ասել եմ, նաեւ բերել եմ Սաղմոսից օրինակ։ Շրթերի մաքրությունը դուք ինչ եք հասկացել։ Օրինակ ես ասել եմ, որ դրա մեջ ես որևէ վիրավորական բան չեմ դրել, այլ ասել եմ սա խոսքի մաքրության եւ ընդհանրապես լրագրողական էթիկային վերաբերող։ Այդ թե դուք ինչի չեք ուզում դա հասկանաք, դա ձեր պրոբլեմն է։